Եթե Եվրոպան որպես իրական բարեկամ է ուզում հանդես գալ Հայաստանի համար, չի կարող աչքերը փակ պահել Հայաստանում տիրող այս ապօրինությունների վրա։ Գիտեք, Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքը կա, չէ՞, որ ասում է կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը փորձում է ընդդիմությանը ներկայացնել որպես ռուսական ազդեցության գործակալ, իրենց պատկերել որպես արևմտյան արժեքների ջատագով, ժողովրդավարության ջատագով, բայց այս ամեն ինչը իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք միշտ հանդես ենք եկել Եվրոպայի հետ սերտագույն հարաբերությունների հաստատման օգտին, մասնավորապես ՍԵՊԱ-ի ամբողջական ամբողջ ծավալով իրականացման օգտին։ Մյուս խնդիրը իհարկե վերաբերում է Արցախին, Արցախահայությանը, Արցախի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության, էթնիկ զտման եւ քաղաքակիրթ աշխարհի պարտականությունն է ապահովել արցախցիների անխոչնդոտ հավաքական եւ անվտանգ վերադարձը իրենց հայրենիք։ Մենք Բաքվի բանտերում ունենք բանտարկյալներ եւ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն բանտարկյալներին օր առաջ ազատ արձակելու ուղղությամբ եւ իհարկե մենք չենք կարող մի վայրկյան անգամ դադարել մտածել բանկի զնդաններում պահվող մեր հայրենակիցների ճակատագրին նաև հերավար կարգ իհարկե Ադրբեջանի նախագահը հետևել եք նրա ելույթին նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը որ հաջորդ այդ գագաթնաժողովին ինքը կմասնի թե Ալիևը չի ժամանել բայց ինքը պատրաստակամություն հայտնեց 28 թվականի մեկնել Բաքու ցավոք սրտի լավ հետևել եմ իհարկե Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս այդ պետության թշնամական հաճած էությունը Ալիևը այս ամբիոնը օգտագործեց եւս մեկ անգամ պատմական իրականությունը աղճատելու ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևերը Հայաստանին չէին դատապարտում որևէ հարցում եւ Արցախի կարգավիճակի ամրագրման նպատակ չէին հետապնդում ավելին ասեմ 874 եւ 884 բանաձևերին դեմ է քվեարկել հենց ոչ թե դեմ է քվեարկել դրանց իրականացումը բոյկոտել է հենց Ադրբեջանը հայտարարել է որ դա չի անի որովհետեւ այնտեղ հստակ պահանջ կար կատարելու Մինսկի խորհրդաժողովի ներկայացված ծրագիրը որը ասում էր պետք է բացվի խորհրդաժողով որտեղ պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը ավելին ասեմ Ադրբեջանից պահանջվում էր զորքերը դուրս բերել Մարտակերտի շրջանից այսինքն հասկանում եք չէ որ եթե աշխարհը Արցախը դիտել Ադրբեջանի մաս դեռևս 93 թվականին չէր ասի Ադրբեջան քո զորքերը հանի Մարտակերտի շրջանից եւ ցավալի է որ Եվրոպան ծափահարեց եւ շատ ավելի ցանկալի է ներողություն սա շատ ավելի ցավալի է որ Նիկոլ Փաշինյանը ծափահարեց եւ որ հիմա ասում է ես պատրաստ եմ գնամ ակնհայտ է որ ասել եմ պիտի գնաս ինքն է կգնա Պարոն Խաչատրյան, կարծես հիմա Երևանը դարձել է հակառուսական հայտարարությունների կենտրոն։ Տեսեք, քիչ առաջ օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսում էր ոչ թե հակառուսական, այլ այստեղից թեզեր են հնչում, որոնք նաև հակառուսական են, որ Հայաստանը նախկինում դիտում էր որպես ռուսական արբանյակ ինչ-որ մի սեղանի շուրջ։ Հայտարարություններ են արվում օրինակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որ չգիտեմ, այդ անօթաչու թռչող սարքերը Կրեմլի ուղղությամբ եւ Մոսկվայի վրա այսպես կդառնան այս բախի չգիտեմ ինչ։ Մենք ու այս ֆոնին Հայաստանում առաջիկայում ընտրություններն ու Հայաստան ներկայացվում է որպես պրոռուսական համի կենտրոն նախկինում։ Հիմա փոխում այդ ուղեցիրը։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Զելենսկին թող իր դարդերը լասի, չեմ ուզում որևէ կերպ անդրադառնամ իր ելույթին։ Մակրոնի հայտարարությունը հարված էր Փաշինյանի 8 տարվա ամբողջ քարոզչությանը, թե մեր Թավշյա հեղափոխությունը արտաքին օրակարգ չի սպասարկել, ունեցել է զուտ ներքին օրակարգ, իսկ Մակրոնի հայտարարությունը ցույց են տալիս, այ որ հեղափոխությունը չլիներ, Թավշյա հեղափոխությունը չլիներ, Հայաստանը վերածվել էր Ռուսաստանի ֆորպոստ էր դառնալու, հիմա Հայաստանը ազատվեց։ Հիմա թող Փաշինյանը մի հատ վերջապես կողմնորոշվի, դա արտաքին հեղափոխություններ, արտաքին ուժերի կողմից խրախուսված, որովհետև եթե դու ունես արտաքին օրակարգ, բարձր որ կլինեն ուժեր, որոնք քեզ կաջակցեն, թե զուտ ներքին օրակարգ ներքին նպատակներ հետապնդող
հեղափոխություն, դա իրանց այդ տերմինը օգտագործում։ Այո, ես ինչ առաջ էլ նշեցի, որ Հայաստանը փորձարվում ներկայացնել որպես ռուսականության կենտրոն, որ ընդդիմությունը այսօր ռուսական շահերն է առաջ քաշում, բայց Սեպան երբ ստորագրվեց, ով էր Փաշինյանը հեղափոխությունից առաջ։ Եւ արդյոք Փաշինյանը ամբողջ ծավալով է իրականացնում այն, ինչ որ նախատեսվում էր համապարփակ եւ ընդլայնված համագործակցության ծրագրով։ Իհարկե ոչ։ Մենք ասում ենք, որ պետք է լինել իրատեսական եւ իրատեսականությունը Սեպան իրականացնելն է ամբողջ ծավալով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։